Հրակալություն պատվաժանդատերան հետազոտման է ենթարկվում մեղադրանքի հիմքում դրված զննում կատարելու մասին արձանագրություն, որը տեղակայված է քրեական գործի 14-րդ հատորում բարութային թերթ 250-ից 276 Արձանագրությունը կազմվել է 2024 թվականի հունիսի 4-ին Երևան քաղաքում, այն սկսել է ժամը 11:40-ին, ավարտվել ժամը 12:30-ին։ Արձանագրությունը կազմվել է Քեմնիչ Մարտիրոսյանի կողմից թիվ 582-034-22 քրեական վարույթի շրջանակներում եւ ունի հետեւյալ բովանդակությունը Զննեցի քրեական վարույթի նյութերին կցված 2022 թվականի սեպտեմբերի 9-ին կայացած արգելակում կատարելու մասին որոշման հիման վրա նույն օրը արգելված Հարություն Դերենիկի Մանուչյանյանի նոտարված Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտային հարող տարածքում գտնվող 0.9 համակերեսոր փողամասի վերաբերյալ կադաստրային թիվ 05032989 գործում առկա փաստաթղթերը զննող կադաստրային գործում առկա փաստաթղթերը կարված են կադաստրային գործ կիրառմամբ թղթապանակում, որի շապիկի վրա տպատար եւ ձեռագիր առկա է Հայաստանի Հանրապետություն կառավարությանն առընթեր անշարժույթի կադաստրի պետական կոմիտե կադաստրային գործ հասցե Իսակովին հարող տարածք սեփականատեր Հ. Մանուչարյան։ Առաջին համարականման թերթը արձանագրված է, որ գործում առկա փաստերը համարակալված են եւ բաղկացած 38 թերթից։ Առաջին համարականման թերթը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժույթի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Շենգավի տարածքային ստորաբաժանման ղեկավար Բիձյանին ուղղված Գ. Չաուշի 60 հասցեում հաշվառված Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության լիազորված անձ Արշիկ Շլեպչյանի նշված է նրա բջջային հեռախոսահամարը 23.06.2005 թվականին ամսաթվով լրացված դիմումն է, որով Շլեպչյանը խնդրել է կատարել պետական գրանցում Ծովակալ Իսակովի պողոտային հարող 9000 քառակուսի հողամասի նկատմամբ քառակուսի մետր հողամասի նկատմամբ։ Երկրորդ թերթը նշված հողամասի 20.06.2005 թվականին ամսաթվով գլխավոր հատակագիծն է։ Երրորդ թերթը նշված հողամասի 24.05.2005 թվականի ամսաթվով Երևանի քաղաքապետ Զախարյանի 1109 գծիկ ավորոշումն է Ծովակալ Իսակովի պողոտային հարող տարածքում ՀՀ պաշտպանության նախարարությանը առանց մրցույթի հողամասեր հատկացնելու եւ հողը օգտագործման իրավունքը ձևակերպելու մասին, որն ունի հետեւյալ բովանդակությունը։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը 20.04.2005 թվականին թիվ ՊՆ 035 կոտորակ 495 գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարան Ծովակալ Իսակովի պողոտային հարող տարածքում նախարարության տրամադրված հողամասերին կից գտնվող ազատ պետական գրանցումով չծանրաբեռնված հողամասերը անհատույց օգտագործման իրավունքով նախարարությանը տրամադրելու խնդրանքով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության 23.05.2005 թվականին թիվ 18.09 կոտորակ 2 գծիկ 1283 եզրակացության համաձայն քննարկվող 9000 քառակուսի մետր 23000 քառակուսի մետր 1770 քառակուսի մետր 2650 քառակուսի մետր եւ 9042 քառակուսի մակերեսով հողամասերը համապատասխանում են Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1.2 եւ 3 հետաքետերով սահմանված պահանջներին եւ ընդգրկված չեն նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նշված սահմանափակումների ցանկում։ Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի առաջին կետով եւ հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության
23.05.2005 թվականի թիվ 18.09 կոտորակ 2 գծիկ 1283 եզրակացությունը անշարժ գույքի կառավարման վարչության 23.05.2005 թվականի թիվ 20 կոտորակ 1 գծիկ 777 զեկուցակիրը Ծովակալ Իսակով որոշում առաջի կետով Ծովակալ Իսակովի պողոտային հարող տարածքում պաշտպանության նախարարությանը տրամադրված հողամասերին կից գտնվող 9000 համապատասխանաբար 23000 1740 2650 եւ 9042 քառակուսի մակերեսերով ազատ մշտական օգտագործման իրավունքով տրամադրել պաշտպանության նախարարությանը երկրորդ կետը հողամասերի սահմանները որոշում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության կողմից տրված գլխավոր հատակագծով երրորդ կետ Զույն որոշումը ենթակա է պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի լիազորված մարմնով չորրորդ կետ Զույն որոշման կատարման կազմակերպումն ու պարտաստանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության համագծմեջ Գ. Մազմանյան վրա եւ հինգերորդ կետը որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի առաջին տեղակալ Կ. Արեյանի վրա Չորրորդ համարակարգման թերթը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի օգնական վարչական ապարատի ղեկավար գնդապետ Մելոյանի ստորագրությամբ եւ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության գլոր կնիկով կնիկված 21.05.2005 թվականի ամսաթվով բանա կոտորակ 510 գծիկ Վ A գծիկ 210 երկրագրման լիազորագիրն է, որը ունի հետեւյալ բովանդակությունը։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը լիազորում է բանա կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչության բնակարանային ֆոնդի հաշվառման եւ Բաշխման ավագ սպա Արշիկ Շլեփյանին նշված է անձնագրի տվյալները եւ նաեւ բնակության վայրը որպես լիազոր ներկայացուցիչ հանդես գալ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Շենգավիթի տարածքային ստորաբաժանումներում Երևանի քաղաքապետի 24.05.2005 թվականի թիվ 1109 գծիկ որոշմամբ Ծովակալ Իսակովի պողոտային հարող տարածքում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը հատկացված 23000 եւ 9000 քառակուսի մակերեսերով հողամասերը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության անվան պետական գրանցման ենթարկելու եւ սահմանափակումների վերաբերյալ տեղեկանքներ վերցնելու համար լիազորագիրը տրվել է 3 ամիս ժամկետով։ 5-ից 6-րդ թերթերը նշված հողամասի ուրվագիծն է, համաձայն որի ճապագրման պարզվել է, որ հողամասի ընդհանուր մակերեսը կազմում է 9000 քառակուսի մետր, գնահատման ենթարկված է եւ ենթակա է պետական գրանցման։ 7-րդ թերթը անշարժ գույքի պետական գրանցման համար թուրքի վճարման դրամարկղի մուտքի օրդերն է։ 8-րդ թերթը հողամասի գտնվելու վայրի քարտեզի մի հատվածն է։ 9-ից 11-րդ թերթերը ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանման ղեկավարի կողմից 27.06.2005 թվականին տված 1676.058 համարի անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականն է եւ հողամասի հատակագիծը։ Համաձայն որի հողամասի կադաստրային համարն է 537.001.023 նպատակային նշանակությունը բնակավայրերի օգտագործման նպատակը գրավումներ չկան հողամասի չափը 0.9 հա վկայականը տրված է սեփականության ՀՀ պաշտպանության նախարարությանը սեփականության իրավունքը գրանցվել է ՀՀ կառավարության առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում համապատասխան 0226 համարի ներքո 12-րդ թերթը կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Շենգավի տարածքային ստորաբաժանման ղեկավար Բիձյանին ուղղված Երևան քաղաքի Շիրազի փողոցի 10-րդ շենքի 20-րդ բնակարանում հաշվառված ՀՊՆ լիազորված անձ Արսեն Պապյանի նշված են հեռախոսահամարները 11-10-2005 թվականի ամսաթվով լրացված դիմումն է, որով Պապյանը խնդրել է տրամադրել տեղեկանք սահմանափակումների վերաբերյալ Երևան քաղաքի Մալացիա Սեբաստիան համայնքի Ծովակալ Իսակովին հարող տարածքում գտնվող 2.3 հա հողի նկատմամբ 13-րդ թերթը պետական թուրքի վճարման ամբրագիրն է 15-րդ թերթը պաշտպանության նախարարի օգնական վարչական ապարատի ղեկավար Մելոյանի ստորագրությամբ եւ պաշտպանության նախարարության գլոր կնիկով կնիկված 07-10-2005 թվականի ամսաթվով ՊՆ կոտորակ 510 գծիկ Վ A գծիկ 320 երկրագրման լիազորագիրն է, որը ունի հետեւյալ բովանդակությունը։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը լիազորում է պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչության բնակարանային ֆոնդի հաշվառման եւ պաշտպան պետ մայոր Արսեն Պապյանին նշված է ամսնագրի համարը եւ նաեւ բնակության վայրը
որպես լիազոր ներկայացուցիչ հանդես գալ ՀՀ կառավարությանն առավել անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Շենգավիթի տարածքային ստորաբաժանումում 27.06.2005 թվականին տրված թիվ 167.605 վկայականով ՀՀ պաշտպանության նախարարությանն օգտագործման իրավունքով պատկանող Երևան քաղաքի մալացիա ծովակալիսակովի հարող տարածքում գտնվող 0.9 հողամասի սահմանափակումների վերաբերյալ տեղեկանք ստանալու համար լիազորագիրը տրված է 3 ամիս ժամկետով 15-րդ թերթը Երևան քաղաքի մալացիա համայնքի ծովակալիսակովին հարող տարածքում գտնվող 0.9 հողամասի վերաբերյալ հավելված երկու ուրվագիծն է, համաձայն որի ենթակա է տեղեկանքի տրամադրման։ 16-րդ թերթը կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից Երևան քաղաքի մալացիա համայնքի ծովակալիսակովի պողոտային հարող տարածքում գտնվող հողատարածքի նկատմամբ գրանցված իրավունքների սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանքն են, թերթիկի համարն է 0226, նշված է նաև ծածկագիրը, համաձայն որի անշարժ գույքի սեփականատերն է հանդիսանում Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը։ Գույքի նկատմամբ որպես սահմանափակումների վերաբերյալ ինքնագրով առկա է ձեռագիր կատարված խցբզանքի տեսքով գրառումներ, ինչպես նաև քալանքի արգելանքի տակ չէ գրառումները։ Լրացուցիչ տեղեկություններ հատվածում գրառումներ չկան։ Տեղեկանքը տրամադրված է լիազորված անձ Արսեն Պապյանի։ 17-րդ թերթը ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Շենգավիթ տարածքային ստորաբաժանման ղեկավար Բիձյանին ուղղված Երևան քաղաքի Կուրգինյան Լրբանսկի 8-րդ շենքի 36-րդ բնակարանում հաշվառված Հարություն Մանուչարյանի նշված բջջային հեռախոսահամարները 21/10/2005 թվականի ամսաթվով գրասված դիմումն է, որով դիմումատուն խնդրել է կատարել պետական գրանցում ծովակալիսակովի պողոտային հարող տարածքում գտնվող 0.9 հողամասի նկատմամբ, երկից ներկայացել է վերաբերելի փաստաթղթերը։ 18-ից 19-րդ թերթերը պետական թուրքի վճարման օրդերն է եւ անորագիրն է, 20-ից 21-րդ թերթերը կառավարության 31.03.2005 թվականի թիվ 392 ավորոշման, ՀՀ կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի թիվ 147 գծիկ ավորոշման մեջ փոփոխություն եւ լրացում կատարելու մասին եւ կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի թիվ 147 գծիկ ավորոշման, ՀՀ պաշտպանության նախարարությանն ուղղակի վաճառքի ձևով գույք ուտարելու թույլտվություն տալու մասին պատճառներն են։ 22-ից 23-րդ թերթերը 2010-2005 թվականին կնքված հողամասի առողջարքի պայմանագիրն է, համաձայն որի հողամասի վաճառքի պայմանագիրը կնքվել է Երևան քաղաքում, համաձայն որի Հայաստանի Հանրապետությունը, որի անունից ՀՀ կառավարության 25.01.2005 թվականի թիվ 147 գծիկ A եւ 31.03.2005 թվականի թիվ 392 գծիկ ավորոշումներով գործում է ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, ով հետագայում կոչվելու է վաճառող, որի անունից 17.10.2005 թվականին տրված բանը կոտորակ 510 գծիկ ներողություն կոտորակ 524 լիազորով գրով գործարքը տոտալական բավերացման է ներկայացնում Արսեն Պապյանը, նշված է անձնագրի համարները, անձնագրի տրման ժամանակահատվածը, նաև բնակության վայրը, մյուս կողմից քաղաքացի Հարություն Մանուչարյանը, նշված է անձնագրի տվյալները, այն տրամադրելու ժամանակահատվածը, բնակության վայրը։ Վաճառողը վաճառել է, իսկ գնորդը որպես սեփականություն ձեռք է բերել Երևան քաղաքի ծովակալիսակովի պողոտային հարող տարածքում գտնվող 0.9 հա մակերեսով մշտական օգտագործման կողմամասով։ Համաձայն պայմանագրի երկրորդ կետի անշարժ գույքը հանդիսանում է սեփականությունը եւ անհատույց օգտագործման իրավունքով պատկանում է ՀՀ պաշտպանության նախարարությանը, համաձայն անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից 27.06.2005 թվականին տրված իրավունքի վկայականի եւ այն ազատ է երրորդ անձանց իրավունքներից, այն անձանց վաճառված, նվիրված կամ գրավ դրված չէ, արգելակի տակ չի գտնվում, որոնք հաստատված են կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 12.10.2005 թվականին տրված տեղեկանքով, նշված է տեղեկանքի համարը։ Համաձայն պայմանագրի 3-րդ կետի վաճառողը պարտավոր է պայմանագիրը կնքելուց 5 օրյա ժամկետում գնորդին հանձնել անշարժ գույքը, դրա պատկանելիքները, ապերկից մեջ դրանց արկայության դեպքում եւ դրան վերաբերող փաստաթղթերը։ Համաձայն պայմանագրի 4-րդ կետի մինչև սույն պայմանագրի կատարումը ցակած հիմքով երրորդ անձանց կողմից անշարժ գույքը արգելավելու դեպքում հատուցել գնորդի վնասները։ Համաձայն պայմանագրի 5-րդ կետի վաճառողն իրավունք ունի, եթե գնորդը ժամանակին չի վճարել սույն պայմանագրին համապատասխան վաճառված գույքի արժեքը, պահանջել վճարելու գինը եւ տոկոսները։ Նշված է քաղաքացիական օրենսգրքի համապատասխան իրավական նորմը։ Ըստ պայմանագրի 7-րդ կետի գնորդը պարտավոր է անշարժ գույքի համար գումարը վճարել սույն պայմանագրով սահմանված չափով եւ կարգով։ 8-րդ կետի համաձայն պայմանագրի ծագող իրավունքները
իրավունքները գրանցել անշարժույթի պետական կոմիտեի կադաստրի համապատասխան ստորագրում։ Տարածքային ստորաբաժանում 30 օրվա ընթացքում։ 10-րդ կետը անշարժույթի վաճառքի գինը որոշված է կողմերի համաձայնությամբ կազմում է 63 միլիոն դրամ։ 11-րդ կետը գնորդը պայմանագիր է կնքելու, բայց ոչ ուշ քան 5 բանկային օրվա ընթացքում Պաշտպանության նախարարության արտաբյուջետային հաշվին, նշված է հաշվի համարը, միանվագ փոխանցում է 63 միլիոն ՀՀ դրամ։ 12-րդ կետի համաձայն գույքահարկի մասին օրենքի 8-րդ հոդվածի համաձայն վաճառվող աշակերտի համար ծույն պայմանագրի կնքման պահին չմարված հարկային պարտականությունները անցնում են գնորդին։ 13-րդ կետը սահմանում է պայմանագրի բոլոր լրացումները, փոփոխությունները, պայմանագրի լուծումը կատարվում է կողմերի համաձայնությամբ եւ դատական կարգով։ Նկարագրված է նաեւ արձանագրության մեջ 15-րդ, 16-րդ եւ 10-րդ կետերով արձանագրված ամրագրված հանգամանքները, մասնավորապես 10-րդ կետի համաձայն գնորդին են փոխանցում նշված անշարժույթի համար չմուծված կոմունալ վճարումները։ Պայմանագրի երկրորդ էջի միջնամասում վաճառող տպագիր գրառման դիմաց առկա է տպագիր գրառումներ Հայաստանի Հանրապետություն, լիազորված անձ ՀՀ Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյան, առկա է սև գունի կնիկով կատարված ստորագրություն, ՀՀ Պաշտպանության նախարարի կլոր կնիկի դրոշ, որի աջակողմի հատվածում առկա է կապույտ գունի ինքնագրով կատարված հետևյալ ձեռագիր գրառումները, ՀՀՊՆ լիազորված անձ ստորագրություն Արսեն Պապոյան, գնորդ տպագիր գրառման դիմաց առկա է կապույտ գունի ինքնագրով կատարված ստորագրություն, դիմացը Հարություն Մանուչարյան ձեռագիր գրառումները։ Պայմանագիրը վավերացվել է 2005 թվականի հոկտեմբերի 29-ին կենտրոն նոտարական տարածքի նոտարի կողմից եւ գրանցվել է սեփականություն թիվ 2704 համարի ներքո առկա է նոտարի ստորագրությունը եւ կլոր կնիկի դրոշը։ 24-րդ թերթը նշված հողամասի հավելված երկրորդ ուրվագիծն է, 25-րդ թերթը 21/10/2005 թվականին ամսաթվով նշված հողամասի ամփոփ հաշվարկի թերթիկն է, 26-ից 29-րդ թերթերը կառավարությանն առընթեր անշարժույթի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանման ղեկավարի կողմից 25/10/2005 թվականին տրված անշարժույթի իրավունքի գրանցման վկայականն է, նշված է վկայականի համարը եւ հողամասի հատակագիծը, համաձայն որի հողամասի կադաստրային համարն է նշագրում չկա, նպատակային նշանակությունը բնակավայրերի օգտագործման նպատակը գրառումներ չկա, հողամասի չափը 2.3 ա, շենքի տվյալները գրառումներ չկան, շինության տվյալները առկա է 103.5 քառակուսիմետր մակերեսով ինքնական կառույց, վկայականը տրված է սեփականության Հարություն Մանուչարյանին։ 30-րդ կետը 2005 թվականի հուլիս ամսաթվով չստորագրված նշված հողամասի ամփոփ հաշվարկի թերթիկն է։ 31-րդ թերթը հողամասի գտնվելու վայրի քարտեզի մի հատվածն է, 32-րդ կետը կառավարությանն առընթեր անշարժույթի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Շենգավի տարածքային ստորաբաժանման ղեկավար Վիցյանի նոպազ Երևան քաղաքի նշված է հասցե բնակիչ Հարություն Մանուչարյանի նշված է հեռախոսահամարը 10/12/2008 թվականի ամսաթվով լրացված դիմումն է, որով դիմատու խնդրել է տրամադրել սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանք։ 33-րդ թերթը պետական գույքի վճարման անդորագիրն է, 34-րդ թերթը Հարություն Մանուչարյանի անձնագրի պատճենն է, 35-ից 36 թերթերը կրկին նշված հողամասի գտնվելու վայրի քարտեզի մի հատվածն է, 37-րդ թերթը Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտային հարող տարածքում գտնվող հողամասի 11/12/2008 թվականի ամսաթվով հավելված երկու ուրվագիծն է, 38-րդ թերթը կառավարությանն առընթեր անշարժույթի պետական կոմիտեի կողմից Երևան քաղաքի Մալացիա Սեբաստիա համայնքի Ծովակալ Իսակովի պողոտային հարող տարածքում գտնվող հողատարածքի նկատմամբ գրանցված իրավունքների սահմանափակումների վերաբերյալ 019/412 միասնական տեղեկանքն է, որի վրա համաձայն որում արկա տվյալների թերթիկի համարը 258 ծածկագրի համարն է գրված եւ նշված է նաեւ սեփականատերն է հանդիսանում Հարություն Մանուչարյանը, նշված է հողամասի տարածքը 0.9 արկա չէ շենք-շինությունների վերաբերյալ գրառումներ չկա, շենք-շինությունների վերաբերյալ գրառումներ չկան։ Գույքի նկատմամբ արկա սահմանափակումների վերաբերյալ ինքնագրով արկա է ձեռագիր կատարված խզբզանքի տեսքով գրառումներ, ինչպես նաեւ քալանքի արգելանքի տակչե գրառումները, լրացուցիչ տեղեկությունների հատվածում արկա է հետեւյալ
գերարումները համաձայն նոտարի նշված է ժամանակահատվածը պայմանագրի ուրեմն 63 միլիոն դրամը կվճարվի ներողություն, այո, ՀՀՊՆ արտաբյուջետային հաշվին 5 բանկային օրվա ընթացքում հողատարածքը սահմանազատված չնելու պատճառով տեղազատում չի կատարվել։ Ուրեմն պայմանագրից ծագող իրավունքի պետական գրանցում կատարվի Երևանի քաղաքապետարանից հողի նշահարման ակտի փոստային հասցե ներկայացվելու, տեղազնում ապահովելու և խոչընդոտներ չլինելու դեպքում։ Տեղեկանքը տրամադրվել է Հարություն Մանուչարյանին 11/12/2008 թվականին, նշված է նաև նույնիսկ տրամադրման ժամանակը, որպես ստորաբաժանման ղեկավար է նշված Ավիդյանը, առկա է սև գույն ինքնագրով կատարված ստորագրություն։ Առկա է նաև կառավարության առընթեր անշարժույթի կադաստրի պետական կոմիտեի կլոր կնիքը Վիդյանի ստորագրության տակ առկա է սև գույն ինքնագրով կատարված ստորագրություններ հետևյալ գրառումներով Կարապետյան, Ռահան Բարձումյան, Թևանյան։ Զննությամբ վերոյժյալ փաստերում քրեական վարույթի համար հետաքրքրություններ կազմող այլ տեղեկություններ չեն հայտնաբերվել, արձանագրությունը կազմվել է ճիշտ, արձանագրվածը համապատասխանում է իրականությանը և արձանագրությունը ստորագրված է վարույթ իրականացնող մարմնի կողմից։ Արձանագրությանը պատվաժան դատարան կցված են նաև արդեն իսկ հետազոտված կամ վկայակոչված փաստերի պատճենները, մասնավորապես ընդհանուր կարգով ներկայացնեմ, կցված է ուրեմն Հայաստանի Հանրապետության Երևանի քաղաքապետի թիվ 1109 գծի կարգավորումը, կցված է լիազորագիր, որով լիազորվել է Աշիկ Շրեպչյանը, որի մասին ես արդեն իսկ նշեցի, կցված է հողամասի սեփականության իրավունքի, անշարժույթի սեփականության իրավունքի գրանցման վկայականը, հաջորդ և կցված է 07/2005 թվականին տրված լիազորագիրը, որը տրվել է Արսեն Պապյանին, կցված է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը, մասնավորապես 28 փետրվարի 2005 թվականի որոշումը, որի մասին ես արդեն բարձրաձայնեցի, կցված է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության թիվ 392 գծի որոշումը, որը կայացվել է 2005 թվականի մարտի 31-ին, կցված է նաև հողամասի առողջարքի պայմանագիրը, որը կնքվել է մի կողմից Սերժ Սարգսյանի, մյուս կողմից Հարություն Մանուչարյանի միջև և դարձյալ կցված է արդեն գույքը ձեռք բերելուց հետո տրված սեփականության իրավունքի վկայականի պատճենը, այսքանը պատմական դեպք։ Շարունակում ենք հաջորդի պատվաժան դատարան ենթարկա է հետազոտման կամ հետազոտվող փաստաթուղթը տեղակայված է քրեական գործի առաջին հատորում վարույթային թերթ 248-ից 260 դատարանից և կողմերից մի քանի վայրկյան խնդրեմ համապատասխան գտնելու և հրապարակելու։ Կարող եմ ներկայացնել պատվաժանը։ Ես արդեն նշեցի հետազոտվող ապացույցը, իրենից ներկայացնում եմ նահանգապետների զրնության վերաբերյալ կազմված արձանագրություն, նշեցի նաև, որ այն տեղակայված է քրեական գործի առաջին հատորում վարույթային թերթ 248-ից 260։ Արձանագրությունը կազմվել է 2022 թվականի ապրիլի 1-ին Երևան քաղաքում, կազմվել է թիվ 552-034-22 քրեական գործի շրջանակներում, նշված քրեական վարույթի իրականացած մարմնի կողմից։
զինություն իրականացվել են հրականների մասնակցության ներկայությամբ, նշված են հրականների անձնական տվյալները, դակարետները հաշվառման հասցեները, նրանց բացատրվել են իրենց համապատասխան իրավունքների պարտականությունները, որոնց կապակցությամբ նրանց անունից առկա են ստորագրություններ։ Զնվել է ուրեմն կադաստրային զնվել է թիվ 050-438 ծածկագրով կադաստրային գործը, զնվող կադաստրային գործի մարտափաստերը կարված են, կադաստրային գործ գրառման տապանակում, որի շապիկի վրա տպագիր արկա է աննույն գրառումները, որոնք ես արդեն հրապարակեցի նախորդապատուսի հետազոտման ժամանակ, իհարկե հասեի տարբերությամբ, կոնկրետ տվյալ դեպքում կոդը 537-037, Իսակովի պողոտային հարով տարած 23.5 սեպականատեր Գաբրելյան։ Գործու մարտափաստերը համարակալված են բաղկացած 61 թերթից և հերթականությամբ թվարկված են այդ փաստերի բովանդակությունը։ Մասնավորապես առաջին համարակալման թերթը փոքր կտրված թուղթ է, որի վրա ունի ծրագիր եղանակով կատարված հետևյալ բովանդակային գրառումները՝ տեղեկանք, սույն կադաստրային գործի հիմքը տես նույն հասցեով այլ կադաստրային գործի մեջ։ Երկրորդ թերթը կառավարությանն առօրյա անշարժույթի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Շենգավի տարածքային ստորաբաժանման ղեկավար Աբիձյանին ուղղված լիազորված անձ հանդիսացող Յուրի Ղազարյանի 0901-2006 թվականի ամսաթվով լրացված դիմումն է, որով քաղաքացի Ղազարյանը խնդրել է կատարել պետական գրանցում Իսակովի պողոտա հարով տարածքի Ողամասի նկատմամբ, որը ինքնից ներկայացրել է Ողամասի առողջապահի պայմանագիր, լիազորագիր և պետական թուղթի վճարման անդորագիր։ 3-4 թերթերը նշածս անդորագիրն է։ 5-րդը Ողամասի առողջապահի պայմանագիրն է, որը կնքվել է 30-12-2001 թվականի Երևան քաղաքում համաձայն որի վաճառող Անուշաբա Ղազարյանը և գնոր Իրինա Վալերի Գաբրելյանը վերջինիս անունից լիազորված անձ է հանդես եկել Յուրի Ղազարյանը կնքել են Ողամասի առողջապահի պայմանագիրը, որով վաճառողը վաճառելիս գնորդը ձեռք է բերել Երևան քաղաքից Ծովակալ Իսակովի պողոտայի հարավ տարածքում գտնվող դրամով 3628 մակերեսով Ողամասը անշարժ գույքի վաճառքի կազմել է 32,656,000 դրամ։ Պայմանագիրը կնքվել է Շենգավի նոտարական տարածքի նոտարի կողմից։ 6-րդ թերթը Իրինա Գաբրելյանի կողմից Յուրի Ղազարյանին տրված 28-12-2005 թվականի նոտարական վավերացման լիազորագիրն է։ 7-րդ թերթը տվյալ Ողամասի հավելված 4 հարվածի ուրվագիծն է, կազմված 10-01-2006 թվականին։ 8-11-րդ թերթերը կառավարությանն առօրյա Անշարժույթի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանման ղեկավարի կողմից 11-01-2006 թվականին տրված 201-783 համարի անշարժույթի սեփականության իրավունքի գնացման վկայականն է, համաձայն որի Ողամասի կադաստրային համարի վերաբերյալ գրառումներ չկան, նպատակային նշանակությունը բնակավայրերի օգտագործման նպատակը գրառումներ չկան, Ողամասի չափը 0.3682 հա իրավունքի տեսակը սեփականություն վկայականը տրված է սեփականության իրավունքով Իրինա Գաբրելյանին անշարժույթի գտնվելու վայրը քաղաք Երևան, Մանուկյան Սեբաստիան համայնքի Ծովակալ Իսակովի պողոտային հարավ տարածքում գտնվող Ողամասի նկատմամբ նոտարի 30-12-2005 թվականի թիվ 7447 առողջապահի պայմանագրի հիման վրա 12-րդ թերթը սեփականության իրավունքով Իրինա Գաբրելյանի պատկանող տվյալ Ողամասի ամփոփ հաշվարկի թերթն է։ Համաձայն նշված թերթի Ողամասի ծածկագրի վերաբերյալ գրառումներ չկան, Ողակադաստրային շրջանը կամ գոտի 4-րդն է, Ողամասի ողատեսկը կամ գործառնական նշանակությունը, Ողամասի գնահատման խումբը գրառումներ չկան։ Նշված է նաև չափը Ողամասը, որը ես արդեն բարձրաձայնեցի։ Կադաստրային արժեքը 8,615,000 դրամ, Ողամասի զուտ եկամուտը կապ կադաստրային արժեքը 3,126,097 դրամ։ 13-րդ թերթը նշված Ողամասի գտնվելու վայրի առանձնացված տեղակայման քարտեզն է։ 14-րդ թերթը 01-07-2016 թվականի ամսաթվով
Իրինա Գաբրելյանին պատկանող Հողամասի ամփոփ հաշվարկի թերթն է, համաձայն Հողամասի ծածկագիրն է 01.007.037 չափսն է նշված նաև 0.3629 կադաստրային արժեքը, ինչպես արդեն նշվեց 8,615,400, իսկ զուտ եկամուտը 3,126,528 15-րդ և 16-րդ թերթերը ՀՀ անշարժույթի կադաստրի կոմիտեի տեղակալի 26.07.2015 թվականի դրությունը ուղղված է անշարժույթի կադաստրի կոմիտեի անշարժույթի ֆինանսման միասնական ստորաբաժանման ղեկավարին ուղղված դրությունն է, համաձայն որի հայտնվել է, որ ՀՀ ԱԱԾ ՔԴ-ի 2019 թվականի հուլիսի 15-ի գրությանը կցել մի շարք կադաստրային գործերի, այդ թվում 05043-538 կադաստրային գործին և նշված կադաստրային գործերով միասնական տեղեկանքներ պահանջվելու դեպքում տեղակայել կադաստրի կոմիտեի գույքի գնահատման վարչությանը։ 17-րդ կետը ՀՀ քաղաքացի Գևորգ Թոսունյանի նույնականացման քարտի պատճենն է, 18-րդ կետը Գևորգ Թոսունյանից 11.12.2018 թվականի ամսաթվով դիմումն է ուղղված հայ կառավարության առընթեր անշարժույթի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի կենտրոն սպասարկման գրասենյակին, համաձայն որի Թոսունյանը ներկայացրել է դիմում վճարման անդորրագիր անձնագրի պատճեն և խնդրել է ուրեմն նշված հասցեի անշարժույթի նկատմամբ կատարել հետևյալ գործառույթը տեղեկություններ տրամադրել սեփականատերերի վերաբերյալ սկսած 2003 թվականից և 19-րդ թերթը վճարման անդորրագիրն է։ 20-րդ թերթը կառավարությանն առընթեր անշարժույթի կադաստրի պետական կոմիտեի կողմից Թոսունյանին իր դիմումի հիման վրա ուղղված տեղեկանքն է, համաձայն որի վերջինիս հայտնվել է, որ նշված հարցերում գտնվող անշարժ գույքը 29.12.2005 թվականին սեփականության իրավունքով գրանցվել է Անուշաբան Ղազարյանի սեփականության իրավունքը, 11.01.2006 թվականին գրանցված է Իրինա Գաբրելյանի սեփականության իրավունքը։ 21-րդ թերթը պետական թուրքի վճարման անդորրագիրն է։ 22-րդ թերթը Խոսրով Հատեբոսյանի 18.12.2018 թվականին ամսաթվով դիմումն է ուղղված գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի կենտրոն սպասարկման գրասենյակին, համաձայն որի Հատեբոսյանը ներկայացրել է դիմում վճարման անդորրագիր անձնագրի պատճեն և խնդրել ուրեմն Ծովակալ Իսակովի փոխոտահարող տարածք հասցեի անշարժույթի նկատմամբ կատարել հետևյալ գործառույթը այլ տեղեկատվության տրամադրում, լրացուցիչ նշումներ հատվածում տպագիր գրված է սեփականատերն է Իրինա Գաբրելյանը։ 23-րդ թերթը ՀՀ քաղաքացի Խոսրով Հատեբոսյանի ուրեմն նույնականացման քարտի պատճենն է։ 24-րդ թերթը գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից Խոսրով Հատեբոսյանին իր դիմումի հիման վրա տրված տեղեկանքն է, համաձայն որի վերջինիս հայտնվել է, որ նշված հարցերում գտնվող անշարժույթի վերաբերյալ իր ներկայացված դիմումում պահանջը մասամբ նշված է անհասկանալի ձեռագրով։ 25-րդ թերթը ՀԱԾ ՔԴ-ի 25.07.2019 թվականի գրությունն է ՀՀԿ անշարժույթի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավարին ուղղված, համաձայն որի ներկայացվել է քարտեզ և հանձնարարվել նշված քարտեզում անշարժույթերի վերաբերյալ միասնական տեղեկանք ստանալու պահանջ ներկայացնելու դեպքում անմիջապես տեղեկացնել։ 26-27-րդ թերթերը նշված դրության հիման վրա համապատասխան հանձնարարություններն են և դրությունը կադաստրային գործին կցված լինելու մասին կազմված տեղեկանք է։ 28-37-րդ թերթերը Սիսակ Սարոյանի դիմումներն են, որ ուղղված կառավարության առընթեր անշարժույթի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի կենտրոն սպասարկման գրասենյակին և իր ներկայացված համապատասխան փաստաթղթերը, համաձայն որի Սարոյանը ներկայացրել է դիմում վճարման անդորրագիր անձնագրի պատճեն, անշարժույթի սեփականության իրավունքի գնացման վկայականի պատճեններ և խնդրել են Ծովակալ Իսակովի փոխոտահարող տարածք հասցեին անշարժույթի նկատմամբ կատարել հետևյալ գործառույթը տալ տեղեկատվության տրամադրում։ 38-րդ թերթը ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից Սիսակ Սարոյանին իր դիմումի հիման վրա տրված տեղեկանքն է, համաձայն որի վերջինիս հայտնվել է, որ 2009 թվականին 1517 որոշման անշարժույթի սեփականության իրավունքի գրանցման թիվ 201-783 վկայականով գրանցված Հողամասի նպատակային նշանակությունը բնակավայրերի է, իսկ գործառնական նշանակությունը հասարակական։ 39-42-րդ թերթերը
Կարեն Ալումյանի դիմումն է ուղղված հայկական կոմիտեի Իջևանի սպասարկման գրասենյակին եւ իս ներկայացված համապատասխան փաստերը համաձայն որի Ալումյանը ներկայացրել է դիմում վճարման անդորագիր, ազնագրի պատճե, իրավաբանական անձի պետական գրառման վկայականի պատճե եւ խնդրել է Իսակովի պողոտայի հարող տարածքում գտնվող Հող հասցեի անշատ դուքի նկատմամբ կատարել հետեւյալ գործառույթները, այն կերպացած կրկին տեղեկատվություն է տրամադրել։ Մասնավորապես խնդրել է փաստերի պատճեններ տրամադրել։ 43-ից 46-րդ հերթերը Արմեն Ճաղարյանի դիմումն է հայկական կոմիտեի Իջևանի սպասարկման գրասենյակին եւ իս ներկայացված համապատասխան փաստերը համաձայն որի Ճաղարյանը ներկայացրել է դիմում վճարման անդորագիր, ազնագրի պատճե եւ խնդրել է կրծել կադաստրային գործի։ 47-ից 50-րդ հերթերը Սիսակ Սարոյանի 27.02.2020 թվականի ամսաթվով դիմումն է ուղղված հայկական կոմիտեի Շենգավետի սպասարկման գրասենյակին եւ իս ներկայացված համապատասխան փաստերը համաձայն որի Սարոյանը վճարել է ներկայացրել է դիմում վճարման անդորագիր ազնագրի պատճե։ 51-րդ հերթերը անշարժ դուքի գրասման միասնական ստորաբաժանման կողմից Սիսակ Սարոյանին 02.03.2020 թվական ամսաթվով տրված միասնական տեղեկանքն է համաձայն որի հողամասը սեփականության իրավունքով գրանցված է Իրինա Գաբրելյանի անվամբ եւ նշված է հողամասի չափը, որը չի տարբերվում արդենից հրապարակած չափից։ 52-րդ հերթը 02.03.2020 թվականի ամսաթվով Իրինա Գաբրելյանին պատկանող հողամասի անկոփ հաշվարկիչներն է համաձայն հողամասից նշված է հողամասի հաշվարկիրը, հողակադաստրային շրջանը 4-րդ, հողամասի հողատեսքը կամ գործառնական նշանակությունը նշված է հասարակական կառուցապատման, հողամասի գնահատախումբը գրառումներ չկա, նշված է հողամասի չափը 0.3628 հա։ Նշված է նաև որ կադաստրային արժեքը եւ եկամուտը, զուտ եկամուտը կամ կադաստրային արժեքը, որոնք իրենց թվային տեսքով չեն տարբերվում արդենից կողմից հրապարակված թվերից։ 53-ից 59-րդ հերթերը կադաստրի կոմիտեի Արարատի սպասարկման գրասենյակին ուղղված Իրինա Գաբրելյանին լիազորված անձամիցածով Յուրի Ղազարյանի, ուրեմն 11.03.20 թվականի դիմումն է, որով Ղազարյանը խնդրել է կատարել Զոբակալ Իսակովի պողոտա 23.5 հասցեի անշարժ դուքի նկատմամբ հետևյալ գործառույթը անշարժ դուքի հասցեի գրանցում։ 60-ից 61-րդ հերթերը կադաստրային կոմիտեի կողմից Իրինա Գաբրելյանին 12.03.2020 թվականի ամսաթվով թիվ նշված է համարը սեփականության իրավունքի վկայականն է համաձայն որի Երևան քաղաքի Մարաքս Սեբաստիան Զոբակալ Իսակովի պողոտա 23 կոտորակին քացոյում գտնվող հողամասը սեփականության իրավունքով պատկանում է Գաբրելյանին։ Հողամասի կադաստրային ծածկագիրն է 01.007.05.0537 եւ 0.0037 մակերեսի չափը 0.3628 նպատակային նշանակությունը բնակավայրերի իսկ գործառնական նշանակությունը հասարակական կառուցապատման զննության վերջում զնված փաստերի գործի փաստերը առողջակի պայմանագրերը պատճեն հանվել են եւ կցվել են արձանագրության արձանագրությունը ստորագրված են քրականների կողմից եւ նաեւ արույթի իրականացած մարմնի կողմից եւ ինչպես արձանագրված է պատասխանատվական զննության արձանագրությունն են կցվել արդենից հետազոտված ապացույցները հասարակները ավելի ճիշտ մասնավորապես հողամասի առողջակի պայմանագիր, որը կազմվել է 30.12.2005 թվականին այսքանը պատասխանը։ Պատասխանը դարձավ։ 2-3 Եկեք հստակեցնենք այսօր ինչ չանի։ 13 առանձնի կառավարության Նախարարին պատասխանատվերը հաջորդ եւ հետազոտող ապացույցը տեղակայված է քրեական գործի երկրորդ հատորում վարորդային թեր 127-ից 160 այն նույնպես հանդիսանում է փաստերի զննության վերաբերյալ կազմված արձանագրություն արձանագրությունը կազմվել է 2022
մայիսի 27-ին քննիչ Մարտիրոսյանի կողմից 582-034-22 քրեական գործի շրջանակներում բնությանը մասնակցել են ընթերականներ, նրանց բացատրվել են իրենց համապատասխան իրավունքները, որի կապակցությամբ առկա են նրանց առնից կատարված ստորագրություններ, ձեռնությունը իրականացվել է բնական հուսավորության պայմաններում և զննվել է քրեական գործով արգելված Երևան քաղաքի Մանրածեսեբաստիացովական Իսակովի պողոտայի 27 կոտորակապներից հասցեում գտնվող կադաստրային թիվ 050-290-22 ծածկագրով կադաստրային գործում և Մանրածեսեբաստիացովական Իսակովի պողոտայի 27 կոտորակ 12 հասցեում գտնվող կադաստրային թիվ 050-445-19 ծածկագրով Խողամասի կադաստրային գործում առկա փաստերի զննվող 050-29-022 կադաստրային գործում առկա փաստերը կարված են, առկա են նույն գրառումները, իհարկե կոդն է տարբեր, կոդ 545-545-545-021-001, կադաստրային գործ 01-007-4-120 և 207, հասցեն Իսակովի պողոտա 27 կոտորակ 6, սեփականատեր Գ. Խաչատրյան։ Գործում առկա փաստերը համարակալված են բաղկացած 232 թերթից։ 1-ից 18-րդ թերթերը Հայաստանի Հանրապետության կառավարության ընտելանշած Զուգի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Շենգավիթի տարածքային ստորաբաժանման ղեկավար Վիգզյանի ուղղված Գևորգ Խաչատրյանի հիշված են բնակության վայրը հեռախոսահամարը 07-12-2004 թվականի ամսաթվով լրացված դիմումն է, որով քաղաքացի Խաչատրյանը խնդրել է չափագրել իր կողմից ինքնական կառույցը և տալ հատակագիծ քաղաքապետարան ներկայացնելու համար։ Ուրեմն առկա են հաջորդ փաստաթուղթը ուրեմն երկու ուղղագիծներն են Իսակով պողոտա ռազմական ոստիկանության հարևանության վարչական շենք պահեստով և պահեստ Գևորգ Խաչատրյանի կառուցած շինության հատակագիծն է, կառավարության անհատանշակ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանման ղեկավարի 15-12-2004 թվականի ամսաթվով գրությունն է ուղղված Երևանի քաղաքապետարան Իսակովի պողոտա ռազմական ոստիկանության հարևանությամբ ինքնական կառուցված շինությունների և ինքնական զբաղեցված հողամասի իրավական կարգավիճակի վերաբերյալ հարցը քննարկելու մասին, Գևորգ Խաչատրյանի 06-06-2005 թվականի ամսաթվով դիմումն է, Ծովակալ Իսակովի պողոտա 27 կոտորակ 6 հասցեի նկատմամբ պետական գրանցում կատարելու վերաբերյալ վճարման անդորրագրերն են Երևանի քաղաքապետի 1803-2005 թվականի 544 որոշման բավերացման օրինակը Երևան քաղաքում ինքնական կառուցված շինությունների կարգավիճակի մասին, Երևանի քաղաքապետի աշխատակազմի ղեկավար Կոշեցյանի ստորագրությամբ քաղվածքը Երևանի քաղաքապետ Զախարյանի 1803-2005 թվականի թիվ 544 գծիկավորոշման առաջին հավելվածից, համաձայն որի դիմող Խաչատրյանը Իսակովի պողոտա ռազմական ոստիկանության հարևանությամբ ինքնական շինություն է կառուցել, այն է 292.92 քառակուսի մակերեսով պահեստային շենք, վարչական շենք 190.75 քառակուսի մետրով և 27.85 քառակուսի մետրով մակերեսով պարիսպ, մուծվող ընդհանուր գումարը 1,404,540 դրամ, հողի մակերեսը 2431.3 հանձնաժողովը եզրակացրել է ճանաչել շինության նկատմամբ սեփականության իրավունքը։ Ուրեմն 5 տարի ժամկետով 13-ը և տրամադրվել է հողամասը վարձակալության 5 տարի ժամկետով 13-05-2005 թվականի ամսաթվով Երևանի քաղաքապետարանի և Գևորգ Խաչատրյանի միջև 5 տարի ժամկետով կոչված հողի վարձակալության պայմանագիրն է նշված հարցերում գտնվող հողատարածքի վերաբերյալ, որը գործում է մինչև 1803-2017 թվականը, ներողություն 2010 թվականը։ 10-ից 22-րդ թերթերը կառավարության անհատանշակ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանման ղեկավարի կողմից 08-06-2005 թվականին տրված 167-61-74 համարի իրավունքի գրանցման վկայականն է, համաձայն որի նշված է կադաստրային համարը, նպատակային նշանակությունը բնակավայրերի, հողամասի չափը 0.2431 հա, իրավունքի տեսակը վարձակալություն 5 տարի ժամանակով, շենքի տվյալների հատվածում նշված է կադաստրային համարը։
Վկայականը տրված է սեփականության իրավունքով Գևորգ Նորտարի Խաչատրյանին արշակուրի գտնվելու վայրը Երևան քաղաք Մալացիա Սեբաստիան համայնք Ծովական Իսակովի բողոքա 27 կոտորակ 6 սեփականության իրավունքը գրանցվել է կառավարության առօրյա արշակուրի կադաստրի պետական կոմիտեի գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական մատյանը նշված է մատյանի համարը 23-րդ թերթը կադաստրային գործի կառման փոքր կլիպած թերթները 24-ից 46-րդ թերթերը կառավարության առօրյա արշակուրի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի շենգավի տարածքային ստորաբաժանման ղեկավար Աբիձյանին ուղղված լիազորված անձ Նորեր Գևորգ Խաչատրյանի նշված է հեռախոսահամարը 24.05.2006 թվականի ամսաթվով լրացված դիմումն է, որով խնդրել է կատարել ուղում Ծովական Իսակովի 27 կոտորակ 6 տարածքի նկատմամբ կից Գևորգ Նորտարի Խաչատրյանի կողմից Նորեր Խաչատրյանի նոտարական վավերացման 19.05.2006 թվականին տրված լիազորությունն է։ 47-ից 50-րդ թերթերը կառավարության առօրյա արշակուրի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանման ղեկավարի կողմից 18.07.2006 թվականին տրված արշակուրի սեփականության իրավունքի գրանցման վկայականն է նշված է վկայականի համարը համաձայն վկայականի Կողամասի կադաստրի համարի վերաբերյալ գրառումներ չկան, նպատակային նշանակությունը չի փոխվել բնակավայրերի օգտագործման նպատակը շինությունների զբաղեցման համար Կողամասի չափը նշված է նույնն է 0.2431 հա։ Սեփականության իրավունքը գրանցվել է պետական գրանցման միասնական մատյանի 056 համարի ներքո 51-ից 77-րդ թերթերը նշված Կողամասի հատակագիծն է Կառավարության առօրյա արշակուրի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի շենգավի տարածքային ստորաբաժանման ղեկավար Վիցյանի կողմից Երևանի քաղաքապետարան հասցված 18.07.2006 թվականի ամսաթվով թիվ 2681 գրությունն է համաձայն որի հայտնվել է, որ Գևորգ Խաչատրյանի անվամբ Երևան քաղաքի Իսակովի բողոքա 27 կոտորակ 6 հասցեին հաշվառված է 1534.2 քառակուսի մակերեսուն ինքնական շինություն 78-ից 81-րդ թերթերը կառավարության առօրյա արշակուրի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանման ղեկավարի կողմից տրված արշակուրի սեփականության իրավունքի գրանցման վկայականն է նշված է նաև վկայականի համարը եւ ըստ վկայական մարտահրավերների այն նույն չափ Կողամասի չափն է նշված որը որ արդեն իմ կողմից բարձրացանվեց վկայականը տրված է սեփականության իրավունքով Գևորգ Խաչատրյանին 82-ից 116-րդ թերթերը նշված հասցեին գտնվող Կողամասի եւ դրա վրա առկա շինությունների հատակագիծն է 117-ից 120-րդ թերթերը կառավարության առօրյա արշակուրի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանման ղեկավարի կողմից տրված գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականն է նշված է վկայականի համարը եւ դարձել նշված է Կողամասի չափը, որը տարբերություն չի տալիս, որում նշված են նաեւ շինությունում առկա հողատարածքների առկայության մասին եւ վկայակոչված են նրանց չափերը։ Դրանցից նշումները եւ փոփոխությունների հատվածում առկա է H2 բուտ 210.9 քառակուսի կառույցի ինքնական շինությունն է։ 167-ից 170-րդ թերթերը կառավարության առօրյա արշակուրի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանման ղեկավարի կողմից 17.03.2010 թվականին տրված սեփականության իրավունքի վկայականն է նշված է վկայականի համարը համաձայն որի Կողամասի կադաստրային համարն է 540.021 նպատակային նշանակությունը բնակավայրերի բնակելի եւ հասարակական կառուցապատման համար է նախատեսված Կողամասի չափը նշված է 0.5081 հա իրավունքի տեսակը սեփականություն շենքի տվյալներ հատվածում կադաստրային համարն է նշված նպատակային նշանակությունը հասարակական օգտագործման նպատակը վարչական շենք եւ պահեստ մակերեսը 246.7 նշված է նաեւ նույն շինությունների արկայությունների մասին եւ նշված է շինությունների չափը դրանցից նշումները եւ փոփոխությունները հատվածում առկա են 1209.1 քառակուսի մակերեսով ընդհանուր արտադրական մակերեսով ինքնական շինություններ վկայականը տրված է սեփականության իրավունքով Գևորգ Խաչատրյանին 171-ից 204-րդ թերթերը նշված հարցերում գտնվող Կողամասի եւ շինությունների հատակագիծն է կադաստրային գործի վարման թերթը եւ ինքնական կառույց առկա լինելու մասին մեջբերումն է իրականացված 205-ից 288-րդ թերթերը կառավարության առօրյա արշակուրի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանման ղեկավարի կողմից
0807-2010 թվականին տրված Արշակույթի սեփականության իրավունքի գրանցման վկայականն է նշված վկայականի համարը, համաձայն որի հողամասի կադաստրային համարն է 01-007-545-021 նպատակային նշանակությունը բնակավայրերի օգտագործման նպատակը բնակելի և հասարակական կառուցապատման համար նշված է հողամասի չափը 0.5081 հա և նշված են նաև առկա աշնությունների չափերի վերաբերյալ տվյալներ, վկայականը տրվել է սեփականության իրավունքով Գևորգ Խաչատրյանին։ 209-232 թերթերը նշված հարցերում գտնվող հողամասի և շինությունների հատակագիծն է, կադաստրային գործի կառման թերթը Գևորգ Խաչատրյանի սեփականության իրավունքով պատկանող Իսակովի 27 կոտորակ 6 հարցերում գտնվող հողամասի սեփականության իրավունքի վկայականն է 01-07-2016 թվականին ամսաթվով ամփոփ հաշվարկի թերթիկն է։ Առկա է նաև վճարման անդորագրեր։ Նշված կադաստրային գործի զննության ավարտից հետո զննվել է նաև Երևան քաղաքի Մալացիա-Սեպարացիա-Ծովական Իսակովի Բողոտայի 27 կոտորակ 12 հարցերում գտնվող կադաստրային թիվ 05445-10-ին ծածկագրող հողամասի կադաստրային գործում առկա փաստերը։ Զննվող կադաստրային գործում փաստերը կարված են, առկա է այն նույն վերտարության գրավումները, իհարկե տարբերությամբ կոդը 537-537-085-537-083 կադաստրային գործ 21-007-5-49 Իսակովի Բողոտա 27-12 սեփականատեր գրառումներ չկան։ Գործում առկա փաստերը համարակալված են բաղկացած 300 թերթից։ Առաջին համարակալման թերթը ձեռագրի գրված տեղեկանքն է, որը ունի հետևյալ բովանդակություն։ Պատվաշեն դատարան կարել է մեկ նկատառում բացատրել է։ Մենք ըստ էության դեռ 300 թերթի վերաբերյալ հետի զննություն իրականացնենք եւ հրապարակվի դրանք։ 10 ջանոց։ Ես ճիշտ ասած ժամանակ չունի քանակով նայել, դա Առաջին համարակալման թերթը ձեռագրի գրված տեղեկանքն է, որը ունի հետևյալ բովանդակությունը։ Սուրբ կադաստրային գործի հիմքը տես նույն հասցեով սեփականատեր Անուշաբան Ղազարյանի վկայական 236-4 այլ կադաստրային գործի մեջ։ 2-ից 6-րդ թերթերը կառավարության առընթեր անշակույթի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Շենգավիթի տարածքային ստորաբաժանման ղեկավար Վիցյանին ուղղված Յուրի Ղազարյանի նշված է հասցեն 09-01-2006 թվականի ամսաթվով լրացված դիմումն է, որով քաղաքացի Ղազարյանը խնդրել է կատարել պետական գրանցում։ Իսակովի Բողոտային հարող տարածքի հողամասի նկատմամբ իսկ ներկայացված պետական բուժի վճարման անդորագիր 30-12-2005 թվականի ամսաթվով Անուշաբան Ղազարյանի եւ Յուրի Ղազարյանի միջև կնքված հողամասի առողջակի պայմանագիրն է, համաձայն որի Ղազարյանը, Անուշաբան Ղազարյանը 32,636,000 դրամով Յուրի Ղազարյանին է վաճառել իրենց սեփականության իրավունքով պատկանող Ծովական Իսակովի Բողոտային հարող տարածքում գտնվող 0.3692 համատերեսի հա չափերի հողամասը։ Նշված հողամասի վերաբերյալ 10.01.2006 թվականին ամսաթվով ավելված երկու բաժնիսն է։ 7-ից 10-րդ թերթերը կառավարության անուններ անշակույթի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանման ղեկավարի կողմից 11.01.2006 թվականին տրված անշակույթի սեփականության իրավունքի վկայականն է։ Նշված է վկայականի համարը։ Վկայականում որպես հողամասի չափ նշված է 0.3628 հա նպատակային նշանակությունը բնակավայրերի օգտագործման։ Վկայականը տրված է սեփականության իրավունքով Յուրի Ղազարյանին։ 11-ից 18-րդ թերթերը անշակույթի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Շենգավիթի տարածքային ստորաբաժանման ղեկավար Վիցյանին ուղղված Յուրի Ղազարյանի, նշված է Յուրի Ղազարյանի բջջային հեռախոսահամարը բնակության վայրը 26/09/2007 թվականի ամսաթվով լրացված դիմումն է, որով քաղաքացի Ղազարյանը խնդրել է տրամադրել Ծովական Իսակովի 27 կոտորակ 11 հասցեի հողատարածքի սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկատվություն վաճառքի համար։ Եվ քիզ ներկայացնել են համապատասխան փաստաթղթերը, հրավերելի փաստաթղթերը։ 10-ից 24-րդ թերթերը կառավարության առընթեր անշակույթի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Շենգավիթ տարածքային ստորաբաժանման ղեկավար Վիցյանին ուղղված Խորին Մկրտչյանի 28/09/2007 թվականի ամսաթվով լրացված դիմումն է, որով քաղաքացի Մկրտչյանը խնդրել է կատարել պետական գրանցում Ծովական Իսակովի Բողոտա թիվ 27 կոտորակ 11 հասցեի նկատմամբ, իսկ ներկայացված պետական բուժի վճարման անդորագրերն են 27/09/2007 թվականի ամսաթվով Յուրի Ղազարյանի եւ Խորին Մկրտչյանի միջև կնքված հողամասի առողջակի պայմանագիրն է, որի համաձայն Յուրի Ղազարյանը 17 միլիոն դրամով Խորին Մկրտչյանին է վաճառել իրենց սեփականության իրավունքով
պատկանող Երևան քաղաքի Ծովակալիսակովի պողոտա 27 կտորակ 11 հացեում գտնվող ծերամոտ 3660 չափերի հողամասը նշված հողամասի վերաբերյալ 28.09.2007 թվականի ամսաթվով հավելված երկու ուրվագիծն է հողամասի քարտեզը 25-28-րդ թերթերը կառավարությանն առընթեր անշարժույթի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանման ղեկավարի կողմից 0210-2007 թվականին տրված անշարժույթի սեփականության իրավունքի գրանցման վկայականն է նշված վկայական կադաստրային համարը եւ հողամասի չափը, որը չի տարբերվում, այն է 0.3620 վկայականը տրված է սեփականության իրավունքով Գորյուն Մկրտչյանին 29-46 թերթերը կառավարությանն առընթեր անշարժույթի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի շենքավայրի տարածքային ստորաբաժանման ղեկավար Իզյանին ուղղված Գորյուն Մկրտչյանի 0509-2008 թվականի ամսաթվով ներառված դիմումն է, որով Մկրտչյանը խնդրել է կատարել պետական գրանցում եւ տալ երկու վկայական ըստ ներկայում օգտագործվող հողամասերի փաստացի չափերի հողաբաժանման հատակագծի Ծովակալիսակովի պողոտաթիվ 2711 հասցեի նկատմամբ իսկ ներկայացնելով պետական թուրքի վճարման անդորագիրը 47-ից 50-րդ թերթերը կառավարությանն առընթեր անշարժույթի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանման ղեկավարի կողմից 23-06-2008 թվականին տրված անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականն է նշված է վկայականի համարը համաձայն որի կադաստրային համարն է 537 գծի 085 գծի 537 գծի 083 նպատակային նշանակությունը բնակավայրերի օգտագործման նպատակը գրառումներ չկան հողամասի չափը մեկ առաջինը 0.1613 եւ երկրորդը 0.0314 հա այդ պասը բաժանվել է հողամասի երկու մասի իրավունքի տեսակը սեփականություն ընդհանուր համատեղ սեփականություն շենքի եւ շինության տվյալներ հատվածում գրառումներ չկան դրանցից նշումներ փոփոխություն հատվածում գրառված է թիվ 1 10.95 քառակուսի ինքնական շինություն է որից 4.55 քառակուսի օգտագործում են ընդհանուր համատեղ վկայականը տրված է սեփականության իրավունքով Գորյուն Մկրտչյանին 51-ից 65-րդ թերթերը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժույթի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Շենգավի տարածքային ստորաբաժանման ղեկավար Կարապետյանին ուղղված Գորյուն Մկրտչյանի 25-06-2008 թվականի ամսաթվով լրացված դիմումն է, որով քաղաքացի Մկրտչյանը խնդրել է միասնական տեղեկատվություն տրամադրել սահմանափակումների վերաբերյալ Ծովակալիսակովի պողոտա թիվ 27 կտորակ 11 հասցեի նկատմամբ հող 0.1613 վաճառքի համար իսկ վճարման անդորագիրն է ներկայացվել 26-06-2008 թվականի ամսաթվով հավելված երկու ուրվագիծը 27-06-2008 թվականի ամսաթվով միասնական տեղեկանքը համաձայնվի հողամասի կալանքի ակնարկի տակ չէ Հաջորդ թիվ, ուրեմն Գորյուն Մկրտչյանի 08-08-2008 թվականի ամսաթվով դիմումն է, որով խնդրել է միասնական տեղեկատվություն տրամադրել սահմանափակումների վերաբերյալ արդեն այս անգամ Ծովակալիսակովի պողոտա թիվ 27 կոտորակ 12 հասցեի նկատմամբ գրավի համար, իսկ վճարված երկու անդորագրերը նույնպես ներկայացվել են։ Ուրեմն առկա է նաև Երևանի քաղաքապետի 2008 թվականի օգոստոսի 8-ի թիվ 3666 գծի կարգավորոշման հավելվածի կառված համաձայն որի Գորյուն Մկրտչյանի սեփականության իրավունքով պատկանող Ծովակալիսակովի պողոտայի 27 կոտորակ 11 հասցեում գտնվող հողամասի սեփականության վկայական նախնական տրամադրվել է Ծովակալիսակովի պողոտա 27-12 հասցե նշված որոշման վավերացման օրինակն է Ինչպես նաև ուրեմն 08-08-2008 թվականի ամսաթվով նշված հողամասի վերաբերյալ հավելված երկուսն է։ 66-ից 76-րդ թերթերը կառավարությանն առընթեր անշարժույթի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Շենգավի տարածքային ստորաբաժանման ղեկավար Կարապետյանին ուղղված լիազորված անձ Քրիստինե Հովհաննիսյանի նշված է նրա անձնական տվյալները եւ հեռախոսահամարները 21-08-2008 թվականի ամսաթվով լրացված դիմումն է, որով քաղաքացի Յուրջյանը խնդրել է կատարել պետական գրանցում Ծովակալիսակովի պողոտա թիվ 27 կոտորակ 12 հասցեում գտնվող հողամասի նկատմամբ Ից պետական թուրքի վճարման երկու անդորագրերն են Պրոմոթեյբանկ ՍՊ ընկերության վարչության նախագահի 21-08-2008 թվականի գրությունը ուղղված անշարժույթի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Շենգավի տարածքային ստորաբաժանմանը համաձայն որի հայտնվել է որ Պրոմոթեյբանկ ՍՊ ընկերությունը Եվ Գորյուն Մկրտչյանի, Մարինե Պետրոսի Մկրտչյանի, Արագած հետ ՍՊ-ի միջև կնքվել է 21-08-2008 թվականի անշարժույթի գրավի թիվ 37 պայմանագիրը,
ուստի խնդրել է պայմանագրով գրավադրված Մալացիա Սեբաստիան համայն Սովական Պողոտա 27 կոտորակ 12 հողամասը վերցնել գրավի եւ արգելանքի եւ բանկի տրամադրել գրավի իրավազորության վկայական 77-ից 80-րդ ներողություն ուրեմն նույն փաստերի համաձայն Քրիստինե Հովհաննիսյանի անձնագրի պատճենի արկա Պրոմեթես ՍՊ-ի կողմից 21/02/2008 թվականին Քրիստինե Հովհաննիսյանի տրված լիազորագիրը Պրոմոթեյբան ՍՊ ընկերության եւ Կորյուն Մկրտչյանի, Մարինե Պետրոսի Մկրտչյանի, Արագած Հեկ ՍՊ-ի միջև 21/02/2008 թվականին կապված անշարժուկի գրավի թիվ 57 պայմանագիրն է, համաձայն որի նշված հասցեում գտնվող հողատարածքը գնահատվել է 86,266,500 դրամ եւ տրամադրվել է վարկ 90 միլիոն դրամի չափով։ Նշված հասցեում գտնվող հողամասի հավելված երկու ուղղվածն է գրավի հիպոթեքի իրավունքի գրանցման վկայականը։ 77-ից 80-րդ թերթերը կառավարության առընթեր անշարժուկի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Շենգավիթ տարածքային ստորաբաժանման ղեկավարին ուղղված Կորյուն Մկրտչյանի նշված է հեռախոսահամարը եւ հապնակության վայրը 17/10/2008 թվականի ամսաթվով լրացված դիմումն է, որով քաղաքացի Մկրտչյանը խնդրել է միասնական տեղեկատվություն տրամադրել Սովական Իսակովի Պողոտան թիվ 27 կոտորակ 11 հասցեի նկատմամբ հող 0.03 քառակուսի մետրի հետ համատեղ սեփականության վերաբերյալ Իսակովի Պողոտայի 27 կոտորակ 12 հասցեի հետ թիվ վճարման անդորագիրն է Կորյուն Մկրտչյանի իր դիմումի հիման վրա 20.03/2008 թվականի ամսաթվով տեղեկանքն է։ 81-ից 85-րդ թերթերը կառավարությանն առընթեր անշարժուկի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Շենգավիթ տարածքային ստորաբաժանման ղեկավարին ուղղված Կորյուն Մկրտչյանի դիմումն է 10.03/2009 թվականի ամսաթվով, որով քաղաքացի Մկրտչյանը խնդրել է միասնական տեղեկատվություն տրամադրել Սովական Իսակովի Պողոտայի 27 կոտորակ 12 հասցեի նկատմամբ եւ ներկայացրել նաեւ վճարման անդորագիրը։ 86-ից 94-րդ թերթերը կառավարության առընթեր անշարժուկի կադաստրի պետական կոմիտեի Շենգավիթ տարածքային ստորաբաժանման ղեկավար Բիձյանին ուղղված Գարուն Դավթյանի նշված է նրա հեռախոսահամարը եւ բնակության վայրը 10.03/2009 թվականի ամսաթվով լրացված դիմումն է, որով քաղաքացի Դավթյանը խնդրել է կատարել պետական գրանցում Սովական Իսակովի Պողոտա թիվ 27 կոտորակ 12 հասցեի նկատմամբ քիչ վճարման անդորագրերն են 12.03/2009 թվականի ամսաթվով հողամասի առողջական պայմանագիրն է, համաձայն որի Կորյուն Մկրտչյանը սեփականության իրավունքով իրեն պատկանող Երևան քաղաքի Սովական Իսակովի Պողոտայի թիվ 27 կոտորակ 12 հասցեում գտնվող բնակավայրի նշանակության սեփականության հողամասը, որը բաղկացած է 0.1613 հա ընդհանուր մակերեսից 5 միլիոն դրամով վաճառել է Գարուն Դավթյանը։ 95-ից 98-րդ թերթերը կառավարությանն առընթեր անշարժուկի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանման ղեկավարի կողմից 16.03/2009 թվականին տրված ուրեմն անշարժուկի սեփականության իրավունքի գրանցման վկայականը նշված է համարը, համաձայն որի հողամասի կադաստրային արժեք համարն է 537/087/537/083 նպատակային նշանակությունը բնակավայրերի օգտագործման նպատակը գրառումներ չկան, հողամասի չափը առաջինը 1-ը 0.1613, երկրորդը 0.0314 հա իրավունքի տեսակը, առաջի հողամասը սեփականություն, երկրորդը ընդհանուր համատեղ սեփականություն, շենք եւ շինությունը տվյալի հատվածում գրառումներ չկան։ Դրանցից նշումներ փոփոխություն հատվածում գրառված է թիվ 1-ը առաջի հողամասերի կապված 10.95 քառակուսի մետր ինքնակամ շինություն, որից 4.55 քառակուսին օգտագործում են ընդհանուր համատեղ Կորյուն Մկրտչյանի հետ։ Վկայականը տրված է սեփականության իրավունքով Գարուն Դավթյանի անշարժուկի գտնվելու վայրն է նշված Սովական Իսակովի Պողոտա 27/12 եւ նշված է նաեւ առողջարքի պայման, նշված է թե որ առողջարքի պայմանագիր համարեք իրականացվել գրանցումը։ Սեփականության իրավունքը գրանցված է ուրեմն կառավարությանն առընթեր անշարժուկի կադաստրի պետական կոմիտեի գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման միասնական մակցյանի 120 համարի տակ։ 99-ից 105-րդ թերթերը կառավարությանն առընթեր անշարժուկի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Շենգավիթ տարածքային ստորաբաժանման ղեկավար Բիձյանին ուղղված լիազորված անձ Արամ Մկրտչյանի 04.05/2005 թվականի ամսաթվով լրացված դիմումն է, որով քաղաքացի Մկրտչյանը խնդրել տրամադրել միասնական տեղեկանք Սովական Իսակովի Պողոտա թիվ 27/12 հասցեի սեփականասահմանափակումների վերաբերյալ 106-ից 125 թերթերը
Կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Շենգավի տարածքային ստորաբաժանման ղեկավար Աբրիդյանին ուղղված լիազորված անձ Արամ Մկրտչյանի 0503-2009 թվականի ամսաթվով լրացած դիմումն է, որով քաղաքացի Մկրտչյանը խնդրել է կատարել պետական գրանցում, ուրեմն Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտայի 27 կոտորակ 12 հասցեի նկատմամբ ներկայացել է քիչ վճարման անդորագրերը Գառնի մեծ ունիվերսալ բանկային կազմակերպություն փակbaşıtիրական ընկերության 0505-2009 թվականի ամսաթվով, որին Մկրտչյանին տրված լիազորագիրն է եւ Արամ Մկրտչյանի միջև նշված ընկերության եւ Արամ Մկրտչյանի միջև 0505-2009 թվականի ամսաթվով ստուգված անշարժ գույքի հիփոթեքի պայմանագիրն է, համաձայն որի Արամ Մկրտչյանը 200,000 ԱՄՆ դոլար գումարի դիմաց գրավադրել է նշված հարցերին գտնվող Գարուն Դավթյանի սեփականության իրավունքով պատկանող խոհամասը։ 123-ից 139-րդ թերթերը Սամվել Իսրայելյանի 11-07-2012 թվականի ամսաթվով դիմումն է, ուրեմն Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 27 կոտորակ 12 հասցեի անշարժ գույքի վերաբերյալ միասնական տեղեկան տրամադրելու մասին։ 140-ից 150-րդ թերթերը Արմեն Դավթյանի 15-08-2012 թվականի ամսաթվով դիմումն է Ծովակալ Իսակովի պողոտա թիվ 27 կոտորակ 12 հասցեի անշարժ գույքի նկատմամբ պետական գրանցում կատարելու վերաբերյալ։ 151-ից 156-րդ թերթերը Սամվել Իսրայելյանի 04-11-2013 թվականի ամսաթվով դիմումն է Ծովակալ Իսակովի պողոտա թիվ 27 կոտորակ 12 հասցեի անշարժ գույքի վերաբերյալ միասնական տեղեկան տրամադրելու մասին, երկից ներկայացվել է նաև սեփականության իրավունքի վկայականի պատճենը։ 157-ից 162-րդ թերթերը Սամվել Իսպիրյանի 22-11-2013 թվականի ամսաթվով դիմումն է Ծովակալ Իսակովի պողոտա թիվ 27 կոտորակ 12 հասցեի անշարժ գույքի վկայականի միասնական տեղեկան տրամադրելու մասին։ 163-ից 172-րդ թերթերը Արամ Մկրտչյանի 28-11-2013 թվականի ամսաթվով դիմումն է Ծովակալ Իսակովի պողոտա թիվ 27 կոտորակ 12 հասցեի անշարժ գույքի նկատմամբ պետական գրանցում կատարելու վերաբերյալ իսկ պետական գույքի վճարման երկու անդորագրերն է Արմեն Դավթյանի հայ քաղաքացու անձնագրի պատճենն է Գառնի ինվեստ ունիվերսալ բանկային կազմակերպություն փակbaşıtիրական ընկերության կողմից 25-11-2013 թվականի ամսաթվով Արամ Մկրտչյանին տրված լիազորագիրն է։ 173-ից 172-րդ թերթերը Շուշանիկ Սողոմոնյանի 12-03-2014 թվականի ամսաթվով դիմումն է, ուրեմն Ծովակալ Իսակովի պողոտա թիվ 27 կոտորակ 12 հասցեի անշարժ գույքի վերաբերյալ միասնական տեղեկան տրամադրելու եւ իրավունքի դադարեցման պետական գրանցում կատարելու վերաբերյալ։ 183-ից 191-րդ թերթերը Արմեն Դավթյանի 14-01-2010 թվականի ամսաթվով դիմումն է Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 27 կոտորակ 12 հասցեի նկատմամբ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցում կատարելու վերաբերյալ։ 192-ից 197-րդ թերթերը Շուշանիկ Սողոմոնյանի 27-05-2005 թվականի ամսաթվով դիմումն է նշված հասցեի անշարժ գույքի վերաբերյալ իրավունքի դադարեցման պետական գրանցում կատարելու վերաբերյալ ներկայացվել է նաև անդորագիրը։ 198-ից 210-րդ թերթերը 15-09-2015 թվականի ամսաթվով ԱՀԿ ծառայության ավագ հատկատիր կատարողի որոշումն է պարտական Գորյուն Մկրտչյան արձեի գույքի վրա արգելանքնելու մասին։ 211-ից 235-րդ թերթերը Ալբերտ Ասոյանի 29-05-2018 թվականի ամսաթվով դիմումն է Ծովակալ Իսակովի պողոտա թիվ 27 կոտորակ 12 հասցեի անշարժ գույքի վերաբերյալ միասնական տեղեկան տրամադրելու վերաբերյալ ներկայացվել է նաև իսկ վճարման երկու անդորագրերը անձնագրի պատճեն։ Հաջորդ թիվ 236-ից 239-րդ թերթերը Գևորգ Թոսունյանի 11-12-2008 թվականի ամսաթվով դիմումն է Ծովակալ Իսակովի պողոտա թիվ 27 կոտորակ 12 հասցեի անշարժ գույքի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու վերաբերյալ, մասնավորապես խնդրել տեղեկություն է տրամադրել սեփականատերերի վերաբերյալ սկսած 2003 թվականից։ 240-ից 300 թերթերը ՀԱՑԿԴ-ի քննչական դեպարտամենտի, որ ավելի բարձր է, 15-07-2019 թվականի ամսաթվով 8 կոտորակ 35-94 գրությունն է համապատասխան քարտեզում ընդգրկված հողատարածքների վերաբերյալ միասնական տեղեկան ստանալու պահանջ ներկայացնելու դեպքում տեղեկացման մասին գրության հիման վրա անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղականի հանձնարարությունն է այդ կապակցությամբ։
Եվ իհարկե արկա են նաև փաստաթղթեր դահակին վերաբերյալ, որոնք արգելադրվել են այդ գույքերը։ Զննության վերջում զնված կադասային գործի փաստաթղթերը առողջատի պայմանագրերը պատճառն անվել են եկցվել են արձանագրությանը, իսկ կադասային գործը դրվել է ծրարի մեջ։ Արձանագրությունը ստորագրվել են ընկերականների կողմից եւ իհարկե արձանագրությունը ստորագրվել է նաև բարգ իրականացնող մարմնի կողմից։ Եվ պատվաժան դատարանը, ինչպես նախորդ անգամները, այս անգամ նույնպես արձանագրության են գծվել արձանագրված վկայակոչված փաստաթղթերը, մասնավորապես պայմանագիր վարձակալության մասին, գույքի անհատուց օգտագործման պայմանագիր կազմված 23.03.12.2007 թվականին, Բողամասի առողջարքի պայմանագիր, Բողամասի մեկ այլ առողջարքի պայմանագիր կազմված 12.03.2009 թվական ամսաթվով, որի մասին ես արդեն նշեցի, այսքան պատվաժան դատարան։ Մենք ով չունենք չեք չեք սպանում։ Նոյեմբերի 7-ին 14 սրասրային հարվարը։ Համայց ավելի շուտով շարժում Başladı. Armara. Başka olsun. Evet. Ay orası nişanlarken Hayır. Նոյեմբերի 24 ամսվա Pardon. Böyle Sanchos ճիշտ լսեց։ Demek ki 16 Նոյեմբերի 24-ը պատահական հարմար չէ։ նոյեմբերի 27 Pardon. Հարմար է։ 28-ից Pardon. Նոյեմբերի 28-ին ժամը 12-ին նույն դատարանում նիստ է նշանակված, հնարավոր է կես ժամ։ 14-30 Նոյեմբերի 28-ը դեկտեմբերի 8-ին 9:30 Երկու շաբթի։ Դարդարնավորություն է սրբել։ Դա նշանակություն պատանի նոյեմբերի 7-ին ժամը 14-ից։ Շնորհակալություն։